Շնորհակալ եմ ինձ էլ գազերը ապրես։ Մի հատ եմ կարգի տակայանել որ ես 4 քեղիներ օգնում եմ մեր բերքի սավ կարգի տան Փաշինյանի հարցը ամեն տարի քեղյանունից ամեն տարի տարին է 3-4 անգամ Ես երբ պատրաստ կլինի Պարոն վարչապետ, առաջին փուլը ավանդական փուլն են, նստերապես 4 բնակավայրի կազմակերպություն։ Իսկ ներքին ցանցը արդեն մրցույթը հայտարարված է։ Մենք գազը տանում ենք մինչև ինչքան նկատի ունեմ մարդկանց համար ինչքան ծախսամն տակը որ անեն Պարոն վարչապետ, նայած հեռավորությունը 100-ից 150,000 դրամ, եթե վկայական բան ունենում են 100-ից 150,000 դրամ։ Մոտ 14 կիլոմետր ներքին ցանցը այդ փորձույթ Կարնու Հովիտ Մուսայելյան Ջրառատ։ Աստեղ ժողովրդի ինչով են տակասում գազը Էլեկտրականություն կամ փակով ինչով աթարություն Այսինքն երբ գազը տուն կմտնի կմտնի Գազը մենք մեր աշխատանքները կավարտենք տարեվերջին կմնա տեղ Գազպրոմը ընդունի ցանցը ու սկսեն մատակարարել։ Դե ձմեռը կհասցնենք։ Մենք կհասցնենք, կմնա իրանց հետ միացնելու հարցը, որտեղ ասել որ գոնե հասցնենք։ Գյուղական բնակավայրի սեզոնին գյուղական բնակավայրում հիմնականում փաստաթղթերի խնդիր են։ Դրանից սեփականաշնորհման վկայականներ չունի։ Այսինքն պետք է առաջին փաստաթղթը սեփականության։ Դե բայց հիմիկվայց մարդկանց ասել որ զբաղվեն, թե չէ, հեսա կգայի ժամանակը դե բոլոր տեղյակ Իսկ ինչի է հետա կապված պրոբլեմը։ Այդ տարիներով պետք չի եկել, սարքել են սովետական միության տարիներից ու չեն էլ հետաքրքրվել։ Այս գյուղում մանկապարտեզ է։ Ունենք, եկել, դուք եկել եք անցած։ Երկու անգամ։ Հա, մի հատ շինարարական փուլում, մի հատ ավարտած։ Պարոն վարչապետ, այս գազատարան 4 փուլի համար 1000-ից ավելի տնտեսություն է 4350 մարդու, որ գազ չեն ունեցել գազը կար։ Ես ճանապարհը ասել եմ։ Ժորժան հերթով կսարքենք, այդ 3 բաների, այդ 3 հարցերի կոմբինացիան պետք է այդ մեզ էլ լավ կօգնի։ Ճիշտն ասած, որ sense դեպքերում են, որ գալիս ենք, բարաթը կհանենք, ասենք Ժորժան, էսեք ասե, այս հարցերով զբաղվում ենք, այն մնացած հարցեր, սրանք լուծենք եւ մնացածը։ Ուղղակի տարեկան ոնց որ մի 60-70 միլիոն ծախսում ենք այդ բարեկարգ վիճակի բերելու համար, ձյունը գալիս է մյուս տարի նորից այդ 60-70-ը ընդունենք որ չենք ծախսել։ Նորից ինչքան ասֆալտ։ Այդ նոր եկած։ Չէ, 30 տարվա ասֆալտ է։ Դե Ժորժան հերթով սարքենք, չեք կարող։ Կոմունիկացիաները վերջացնենք։ Շատ լավ։ Շնորհակալ եկել եք Ճանապարհն է սուբվենցիայով նախորդ տարի ավարտել։ Այս բազմաֆունկցիոնալ եւ ցուրահանդիպող եւ հավասարացան եւ չերցան ապրող արդյունքն գործողություններ ունի։ Ազատ բարի։ Դավացես։ Այո։ Շնորհակալ եմ։ Շատ հաճելի է։ Այսօր դուք դաս չեք բա։ Դա վերջին զանգ է եղել, հա։ Արցանքորդ եք։ Սա կարգավիճակը համայնքի ներսի փողոց է, թե միջ բնակավայր։ Չէ, համայնքի ներսի փողոց է, այստեղ փողոց առած։ Իսկ այն որ քանդած է դա էլ այս տարի է։ Կլինի այս տարի ծրագրի մեջ է, որովհետեւ շրջանցենք, էլի ասֆալտով ունենանք։ Նկատի ունեմ մրցույթ եղել է, բան, թե նոր պետք է ֆինանսավորել։ Նոր չէ, պարոն, արդեն մրցույթ հայտարարել։ Շատ
Պարոն վարչապետ, ես գյուղատնտեսական տեխնիկան, եթե մեզանից տեղ մարդ չի լինում, մտնում ես ճանապարհի վրա, այս կողքը առանցին սարքել ենք այդ տեխնիկաների համար, բայց հնար չկա, եթե հսկողությունը մեկ դատարեց, մի պատ դատարեց, նորից Մարդիկ պետք է հասկանան, չէ՞ որ իրաց չէ, հոմերը չի, հոմերը չի, որ տրակտորները մտնում, ձեր ճանապարհն, որ տրակտորը մտնում, ասեք, այ հոպարջան, Բանդեղ ճամփ են կողքը տրակտորի համար սարքել են, ինչ եք ասфальտը։ Հա? Ասել ես։ Շատ կարևոր։ Բայց հարգալից չէ, հենց շատ հարգալից։ Գարիք չեն եք։ Հարգալից, հարգանքով, խնդրելով, որ ճիշտ լինի, հա։ Բայց ձեզ երեխաներ, ո՞նց եք? Ոյ, հետո որ քեզ նեղացրել։ Որ կակատան չես լացեք։ Խոստանում եք, դարի պայմանավորենք, որ չես լացի։ Էլ չես լացի, չէ՞, որ հլտես իչքան կակային բերի քեզ համար։ Բալացելու բանաս, այդ բոլորը քեզ եմ տալու, եթե խոստանում ես, որ չես լացելու, դե նստի, ես քեզ, ես Մանկապարտեզում լացում են, դա կարակը մանկապարտեզ գալիս են, որ երկեն, պարեն, ուրախանան, Արտասանի Բայց ձեզ երեխաներ լավ է? Ինչ եք անում? Դասեք անում? Ինչ եք բար? Շատ է Լավն է ձեր նոր մանկապարտեզը? Ում ա դուր եկել նոր մանկապարտեզը? Ձեր ընկերացել եք բոլորով արդեն? Բանկերների հետ շատ լավ չի ժամանակ անցկացնել? Հետո կգնաս տանը, հետո էլի ընկերների հետ, հետո տանը, հետո ընկերների հետ, հետո իրար հյուր կգնաք, չէ՞? Մանկապարտեզում լավ է։ Հələ պես ինչ լավ ես խաղերով խաղում եք? Բա իրար հետ խաղակ, որ տանը լիս ես խաղերը մենակ խաղակ հետաքրքիր չի, չէ՞։ Պետք է ընկերների հետ մի քանի հոգով խաղակ, որ հետաքրքիր լինի, կձանձրանաս տանը, իսկ ստեղ ընկերների հետ քանքիչ է խաղաս, ինչ բան ուզես։ Լավ եք ձեր դուր գալիս, ա ձեր դուր մանկապարտեզ։ Ինչքան շատ ա դուր գալիս, վերա չես կրեք։ Ինչքան։ Էդքան քեզ էդքան։ Ինչքան։ Արդեն ռեալ գալիս է։ Ունիսի երկուսի, շատ կողաց։ Բարև ձեզ։
Երեխաներ։ Ո՞նց եք։ Բարև ձեզ։ Հաջողված մեկ երկու էլեմենտ ամբողջը լցնենք, էլ ուրիշ մանեն ամեն ու կարից չարաչա։ Ջերի հարցը լուծված է։ Տակն է սարքն է մշտական։ Խնդրություն։ Դորոքման համակարգն հետ։ Պետք է իսկ իրոք մեր հարկ վճարողները եւ վաճառահետևանքային կապերը տեսնել, տեղական բաները, հարկերը, турքերը, սեփական եկամուտների աճը, դրանք շատ բոլորը փոխկապակցված են։ Այն բաներում խաղարապարակներն լավ է։ Շեմերը որ չկա, լավ է։ Երեխեք կանցնելից ողջունները կպնելու են։ Սենց շատ լավ է։ Շնորհավոր մանկապարտեզ։ Դու պրոցես։ Դու մանկապարտեզ ես թե դպրոց։ Բայց գիտեմ ամենամեծ հարցը լուծել ենք մանկապարտեզից։ Վարվում այլա մեծ հարց կա։ Այդ խնդիրը դնելու են, որ հավաքենք ամեն համայնքի ըստ համայնքի բնակիչների 3 խնդիրները, որ էլ մարդիկ հարց բարձրացնելու բան չունենան, ամեն բնակավայրի համայնքի չէ, ամեն բնակավայրի 3 առաջնային խնդիրը, որ մենք ունենանք, իմանանք էլ որ ձեր ասելու կարիքը լինի, որ ոչ կախված լինի, մենք կգանք չենք գա, բնակիչներով որոշում եք 3 ամենակարևոր, ամենաառաջնային խնդիրը։ Գալիս է իմ սեղանին առաջիկա տարիներին այդ 3 խնդիրը լուծում պրծնում ենք, հետո գալիս ենք հաջորդ 3 խնդիրն ենք վերցնում։ Հետո այդ 3 խնդիրը լուծում պրծնում ենք, հետո հաջորդ 3 խնդիրն ենք պրծնում ու տենց միջև այդ խնդիրները պրծնում։ Որովհետև հիմա տեսեք, ասցին ճանապարհ, ասցին աշխատանք, ասցին ջրամբար, ասցին ֆուտբոլի դաշտ, ասցին այս բայց միջև այդ խնդիրը 3 խնդիրը չլուծենք, 4-րդ, 5-րդ, 6-րդ խնդիրը պետք է չասենք, որ մեզ շունչ քաշելու ժամանակ տակ, որ մենք այդ հարցերով կենտրոնանանք զբաղվենք։ Էս է իմ առաջարկը։ Մենք իմանանք, որ արդիկ խոշորացված համայնքի նոր կյանք բնակավայրի 3 հիմնական խնդիրները հետևյալներն են եւ դա բնակչության կարծիքն է, վարչական ղեկավարի կարծիքն է, համայնքի ղեկավարի կարծիքն է։ Մեր ժողովրդին ինչ եմ ասում եմ ժողովուրդ ջան, տենց խնդիր չի լինելու համայնքին կամ բնակավայրին վերաբերվող, որ դուք բարձրացնեք, մենք էլ ասենք չէ, չենք լուծելու այդ խնդիրը։ Չկա տենց խնդիր։ Բոլոր խնդիրներն էլ պետք է լուծենք։ Հաջորդը եւ ձեզ խնդրում եմ, որ դուք ընկալեք, մենք բոլորս ընկալենք մի բան, որ մենք ինչի հաշվին ենք անում այս գործերը, անում ենք ձեր վճարած հարկերի հաշվին։ Հիմա շատ տեղերում գյուղացիները ասում են, մենք գյուղատնտեսական աշխատանքով ենք զբաղված, մենք օրենքով, նույնիսկ օրենքով մեր գործունեությունը նենց է, որ մենք հարկ վճարելու բան չունենք։ Նախ միշտ հարկ վճարելու կա բանը, անշարժ գույքի հարկը։ Այդ որ այդքան բողոքում են, ասում են անշարժ գույքի հարկը թանկացել է, հիմա գյուղում նոր կյանք հարգելի բնակավայրի բնակիչներից, ով այդ հարցը բարձրացնի, իրան խնդրում եմ ոչ մի բանավոր արձագանք պետք չի, պետք է խնդրանքով, խնդրելով, հրավիրել, բերել, այս շենքի առաջը կանգնացնել, այ 2 րոպե նայել, ասել, էս էլ ձեր հարցի պատասխան։
Բայց կա նաև հաջորդը, որ ես ինչ եմ ասում մարդկանց, ասում եմ սիրելի նոր կյանքի բնակիչներ, այս մանկապարտեզին նայեք եւ ձեզ խնդրում եմ, հա դուք գործունեությունը ձեր հարկային ավելացված արժեքի հարկ եւ այլն չի ձևավորում, բայց դուք գնում եք ծխախոտ եք առնում, հաց եք առնում, չգիտեմ, շաքար եք առնում, ալյուր եք առնում, շոր եք առնում, կոշիկ եք առնում, այդ որ առնում եք, ոչ մի անգամ առանց ՀԴՄ-ի խանութից դուրս մի եկեք։ Այս մանկապարտեզը հիշեք ու ոչ մի անգամ առանց ՀԴՄ-ի խանութից դուրս մի եկեք։ Սրա մասին է խոսքը։ Եվ ջրամբարի մասին հիշեք, ոչ մի անգամ ՀԴՄ-ի առանց ՀԴՄ-ի դուրս մի եկեք։ Ճամփի մասին հիշեք, ոչ մի անգամ առանց ՀԴՄ-ի դուրս մի եկեք։ Դպրոցի մասին հիշեք, ոչ մի անգամ առանց ֆուտբոլի դաշտի մասին հիշեք, ոչ մի անգամ առանց ՀԴՄ-ի խանութից դուրս մի եկեք։ Այս է աշխատանքի մեթոդը։ Թե չէ տենց բան չկա, որ ասեք, ես պիտի սարքվի, ես ասեմ, չէ, չպիտի սարքվի։ Իհարկե պիտի սարքվի։ Իմ ուզածը ինչ է, իմ ուզածը եւ իմ ցանկությունն ինչ է։ Ես չեմ ուզում, որ սենց իրավիճակ լինի, որ դուք այդտեղ եք կանգնած, ես այդտեղ եմ կանգնած, տեն չի։ Մի րոպե, այ մենք իրար հետ, այ սենց կանգնած ենք։ Իրար հետ։ Հետ դու մի գնա, դու մի գնա։ Դու ես մեզ հետ կանգնած, այ սենց կանգնած ենք։ Իրար հետ արինք, կանենք։ Չանենք, դե ոնց անենք։ Պետք է նախ հավատանք իրար, վստահենք իրար, բայց իմանանք, որ ամեն մեկիցս ինչ որ մի բան կախված է։ Համաձայն եմ, ես վարչապետ եմ, ինձնից շատ բան է կախված։ Դուք քաղաքացի եք, գյուղում ապրող քաղաքացի եք, ձեզնից էլ է կախված, ամեն անհատից քիչ բան է կախված, բայց ձեզ եթե ամեն անհատը ամեն խանութ մտնելիս այս մանկապարտեզն ու ջրամբարը հիշի, այդ ՀԴՄ-ն վերցնի իր հետ, այ կտեսնեք, որ դուք շատ մեծ խնդիր եք լուծում, մեր ձեռներն էլ այնքան ազատում եք, որ մենք կարողանանք ձեր բարձրացած հարցեր լուծել։ Այս Նախ ուզում եմ մեր գյուղի բնակչության եւ անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել այս գեղեցիկ մանկապարտեզի համար, ոչ միայն մանկապարտեզի համար, ինչպես մեր նշեց, ճանապարհները նույնպես ասֆալտապատվեցին, Գյումրի, Փանիկ, Հռաշկամած։ Հետո Գյումրի, Հորոմ, Արցիկ, մեր գյուղով է անցնում էլի, ասֆալտապատված, բարեկարգված, դրա համար նույնպես շնորհակալ եմ։ Ուզում եմ ասել, որ մենք մեր գյուղը բարեխիղճ չհարգատումներից է, մենք ամեն տարի 100% եւ ավել կատարում ենք մեր հանրային պարտավորությունները, ի նկատի ունենալով հենց մանկապարտեզի շենքը, վաղը ջրամբարը, մյուս օրը մյուս խնդիրը, ուզում եմ ասել, սիրելի բնակիչներ, նաեւ ձեզ, որ մեր տան խնդիրներն է մենք միանգամից չենք կարողանում լուծել։ Երկիրը նույնպես մի մեծ տուն է, մենք էլ այդ տան ընտանիքի անդամներն ենք։ Յուրաքանչյուր հարց ըստ առաջնահերթության հարկ ու պատիվ մեր կառավարությունը պարոն վարչապետին, նաև մեզ յուրաքանչյուրս մեր ներդրումն ունենք այս ամեն մի գործի համար։ Պետք է գնանք մեր երկրի բարգավաճմանը, զարգացմանը։ Գնացինք, շնորհակալ եմ։